գումարով ծիծաղությունից ազատվելու ինչու է տարա արդյոք հանրային ինչու է տածիկեցիկ արդյոք հանրային արձագանքը նշանակություն ունեցավ հանրային արձագանքը միշտ նշանակություն ունի, քննարկումները շարունակվում են, կարծում եմ, որ օրենքը որոշ փոփոխությունների միգուցե կարիք կարող է ունենալ, բայց անհրաժեշտություն է Հայաստանի Հանրապետության անվտանգությունը ապահովելու համար եւ այդ քննարկումները շարունակվում են։ Ես կարծում եմ, որ վերջնանպատակը մեր երկրի համար պետք է լինի լիակատար պրոֆեսիոնալ բանակը, որտեղ որ կծառայեն մարդիկ, ովքեր որ դրանք կվերաբերվեն որպես մասնագիտություն ամենայն պատասխանատվությամբ եւ այն իրավիճակը, որը մեր երկրում եղել է ու կա արդեն տասնամյակներ շարունակ, պետք է ինչ-որ ձևով սկսել կարգավորել, այսքանը։ Նախագծը ինչպես է նպաստելու, որ պրոֆեսիոնալ։ Ես հիմա նախագծի քննարկմանը չեմ, քանի որ ես հիմա նախագծին չեմ բանա, ես աղքատ չեմ եղել, բայց ես բանակ գնացել եմ։ Նախագծի բովանդակությանը չեմ անդրադառնա, այն մարդիկ, ովքեր որ գումարով փորձել են իրենց երեխաներին ազատել բանակից, դա արել են եւ այս որովիցե նոր որակում տալու որովիցե կարիք չկա, դրա դեմ պայքարը նույնպես տարվում է եւ տարվելու է, բայց ասում եմ, նախագիծը ունի հարցեր, որոնք պետք է քննարկվեն եւ դա քննարկվել է։ Հենց այդ ուղղությամբ տանել, հա, շարունակական աշխատանքները։ Չհասկացա։ Հնարավորություն չլինի ազատել իրավապահ համակարգը։ Ասեմ, անկախության ստեղծման օրից սկսած այդ փորձերը բոլոր իշխանությունները տարել են, անում են, գնում են այդ ուղղությամբ, բայց կրկնում եմ, մեր նպատակը, իմ ընկալմամբ մեր նպատակը պրոֆեսիոնալ բանակ ունենալն է, որտեղ որ որևիցե նորակոչի ոնց որ մնացած նորմալ երկրներում են, որ մարդիկ, ովքեր որ կցանկանան իրենց կյանքը նվիրել զինծառայության, կստանան բարձր աշխատավարձ եւ կդառնան զինվորական։ Դա վերջնանպատակն է։ Հիմա այս ընթացքում կրկնում եմ, կան քննարկումներ, ես այդ քննարկումների մեջ հիմա չեմ մտնելու եւ պետք է ասեմ, որ 10,000-ից ավել հետախուզվող մարդ կա, որոնք խուսափել են բանակից, 10,000-ից ավել Հայաստանի Հանրապետություն։ Բայց այս թեման եկեք փակենք, որովհետև ասում քննարկման փուլի մեջ չեմ ուզում բանալ։